Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք հիմա միասին լսելու ենք մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ես կասեմ, թե նա ինչ է ասում հիմա։ Եվ թոշակառուների մասին։ Հարգելի գործընկերներ, 2025 թվականի հունվարի 1-ից թոշակառուների եւ նպաստ հաշմանդամության թոշակ ստացողները եկեք պայմանական, որ շատ երկար տերմինաբանություն չօգտագործեմ, թոշակները ավելանում են։ Պարզապես մենք այո, նաեւ հասկանում եք կառավարելը կա եւ կառավարումը ունի նրբություններ եւ մենք էլ սովորում ենք ավելի արդյունավետ կառավարել։ Մենք ինչ ենք ասում ենք լավ, թոշակառուների թոշակ ամսական 11,000 դրամով 11000 դրամով կամ 10400 դրամով ավելացնենք, ինչ անելու թոշակառուն։ Այդ գումարը ինչ անելու, ինչի վրա ծախսելու։ Փաշինյանը կառավարության կողմից ներկայացված բյուջեի կատարողականի ժամանակ ասում է, որ թոշակները 10000 դրամով բարձրացնենք, ինչ է անելու թոշակառուն, ու սկսում այնտեղ տարբերակներ քննարկել, բան վերջում ասում է, դե չենք բարձրացնում ամսական 10000 դրամով կամ 10400 կամ 10500 դրամով, այս Փաշինյանն, այսինքն ֆիքսում ենք, Ժորժ ջան։ Սա Փաշինյանն է բացատրում է, որ թոշակները որ բարձրացնենք, ինչ է անելու թոշակառուն այդ փողը։ Հիմա գալիս ենք, տեսեք ինչ ենք նայում, տեսեք։ 3.5 միլիարդ դրամի պարգևավճար պետական համակարգին։ Տարեվերջին Փաշինյանի կառավարությունը պարգևատրել է 16 պետական կառույցների աշխատողներին։ Այն անվանել խրախուսում, սահմանել դրա կարգը, բայց չի հանրայնացրել բարձրաստիճան պաշտոնյաներին տված գումարների կոնկրետ չափը։ 7 միլիոն, եթե չեմ սխալվում, հարկերը հանած 6-ից 7 միլիոնի կարգի։ Արդարադատության նախարար Սրփուհի Գայլյանը որպես լավ աշխատանքի արդյունք ստացել է մոտ 7 միլիոն դրամ, այսինքն մոտ $18000։ Խոր դատախազի տեղակալի պաշտոնից հետո Ունդեր ինքը պատմում է արդարադատության նախարարը, որ ինքը որ գլխավոր դատախազի տեղակալ էր, ավելի շատ էր ստանում, որ եկել արդարադատության նախարար քիչ է ստանում, բայց ամենևին ես չեմ ուզում ասել, ես ուզում ասել, որ ամենաանկեղծ նախարարն է նա հիմա, ինչու, որտեղ ինքը բացահայտ ասում է, որ 7 միլիոն դրամ հարկերը հանած փող է ստացել մոտավորապես։ Ես զանգում եմ մեր հաշվապային, ասում եմ, որ մարդը 7 միլիոն դրամ հարկերը հանած փող ստանա։ Ինչքան պետք է փող նստի իր հաշվի վրա։ Ասում է 8 միլիոն 800,000-ի կարգի մոտավորապես տես թիվը արդեն էական չի, չեմ հիշում։ 8 միլիոն 800,000-ի կարգի պետք է փոխանցեն, որ 7 միլիոն մաքուր փող ստանաս։ Հիմա ինքը շատ անկեղծ նախարար է։ Ինչի է ինքը անկեղծ նախարար, որովհետև ստեղ հետո գալիս է բանը, ուրա։ Հետո գալիս է ինչ որ իմաստով անձնական տվյալ է, բայց դա հրապարակում է եւ այնտեղ գրվում է աշխատավարձ այսքան դրամ եւ այլն եւ այդպես շարունակում։ Այս Արսեն Թորոսյանը ասում է, դե չեմ կարող ասեմ, բան դե որ հայտարարագիր կտանք իմանաք, բայց հայտարարագրից անմիջապես չի երևում, հենց կոնկրետ ինչքան է ստացել, բայց վերցնում ենք արդարադատության նախարարի խոսքը որպես ճշմարտություն, որտեղ այդպես է, լրագրողները, ես շնորհակալ եմ լրագրողներին, նրանք բացահայտել են, որ գաղտնի հույժ գաղտնի հրամանով, այսինքն գաղտնի կառավարությունը այս բանը արել, որի համար ամաչում է ժողովրդի աչքերի մեջ նայի, այսինքն գաղտնի արել։ Սա բացահայտվել է, որ մենք խոսել ենք, որ նախարարները պատգամավորներին 3 միլիոն դրամ, մաքուր 3 միլիոն դրամ փող տվեցին նոր տարում։ Բայց հետո պարզվում է, որ ոչ միայն նախարարները, պատգամավորները, նախարարներին էլ 7 միլիոն դրամ են տվել, փոխնախարարներին ասում է 4 միլիոնի կարգի են տվել, վարչության պետերին 2 միլիոնից մինչև 3 միլիոն են տվել։ Այսինքն քաղաքական ձևակերպումը սրա սիրելի հայրենակիցներ, պարգևավճար, հավելավճար, մենք օգնում ենք, մենք ավելացրեցինք, մենք լավ աշխատանքի համար սենց արինք, նենց արինք, բան, դու պարզում է որ 51 միլիոն դրամի կարգի էլ վարչապետերն են ստացել, այսինքն նախարարներն ու պատգամավորները միայնակ չեն։ Ու այստեղ մի հատ հարց է առաջանում։ Ժորժ ջան, սա ինչ է։ Սա ինչ անուն ենք մենք տալու։ Նիկոլ Փաշինյանը հարկերը հավաքում է, որպես գործադիր իշխանության ղեկավար, պետությունը հարկերը հավաքում է, նա ասում է, որ մենք մի ընտանիք ենք, ՀԴՄ տպեք, հարկերը վճարեք, սա ընտանիք է, պետքա շատ բան լինենք, ուշադիր լինենք մեր ծախսերի նկատմամբ, լույսը անիմաստ մի վառեք, ջուրը անիմաստ մի բացեք, ուշադիր եղեք, ծախսերը, բաները, սա ընտանիք է, բյուջեն, պետությունը, հետո այդ իր հավաքած հարկերից 3.5 միլիարդ դրամ բաժանում է իր կռուգին, այսինքն նախարարներ, պատգամավորներ, վարչության պետեր, փոխնախարարներ իր թիմն է, ժողովրդի հավաքած փողը վեկալում է, բաժանում է իր թիմին, այնտեղ լավ աշխատանքի գնահատական բան, իմացեք ոչ մի բան լավ չի աշխատել, չկան այնտեղ պրոֆեսիոնալ կադրեր, որ հոսողություն լինի, հոսեն այդ կադրերը, բանով է պրոֆեսիոնալ կադր այնտեղ, գոյություն չունեն պրոֆեսիոնալ կադրեր, ուղղակի Ժողովուրդ ջան, ես սրան կարող եմ դնել թալան, այսինքն այս իշխանությունները, որ նախկինում մենք մեզ ասում էին թալան չի, բան մեր մտքում գալիս էին նախկին իշխանության օդիոզ դեմքերը, որ այդ մարդը թալան չի է։ Իսկ մինչև այսօր ոչ մի թալան չի դատվում, ոչ մի բան չկա, դա հեքիաթներ է,
Բայց այս իշխանությունը ոչ միայն այն թալանչիներին չի դատել, այսինքն ինքը դարձել է թալանչի։ Հիմա եթե նախկին թալանի համակարգում ասում էին դու շաքարավազ մի բերի, մենակ Պողոսը պետքա բերի, եւ Պողոսը միայնակ շաքարավազ բերելով Հայաստանում էր, ասում ենք դա թալան է, որովհետեւ մրցակցություն չկա։ Հիմա ինչ են անում։ Ժողովրդից հարկերը հավաքում են իրար մեջ բաժանում ու իրանք լավ են ապրում։ Երբ որ ասում են թոշակները քիչ եք բարձրացնում, ասում են 13000 դրամով որ ավելացնենք, թոշակառուն այդ փողը ի՞նչ է անելու, էլի մի հատ հասկ բացատրեք ինձ։ Ի՞նչ է անելու այդ փողը։ Արա բա 7 միլիոն դրամը դուք ի՞նչ եք անելու, արա։ Արսեն Թորոսյան։ Մնացած սաղ նախարարները 7 միլիոն դրամն ի՞նչ եք անելու։ Պատգամավորները այդ 3 միլիոն դրամն ի՞նչ են անելու։ Եվ իմ Աչքին զարնել է մի բան, սիրելի հայրենակիցներ։ Ես օպոզիցիային, եթե նկատեք, վերջին շրջանում չեմ քննադատում, պարլամենտական օպոզիցիային։ Բայց մի հատ հետարքիր բան կա, էլի։ Օպոզիցիան չի քննադատում այս նախարարներին 7 միլիոն դրամ տալը։ Ինչու՞։ Ձենձ ուն չկա, որովհետև իրանք 3 միլիոն դրամ փող են ստացել նոր տարում։ Այսինքն սաղին փող են տվել։ Հասկանում եք, սիրելի հայրենակիցներ։ Պարզ օպոզիցիան ասում է մենք դա բարեգործություն ենք արել, տարել ենք բարեգործական նես ենք արել ենք արևան, այ ժողովուրդ ջան, դուք չեք ընտրել падգամավորներ, որ բարեգործություն անեն։ Դուք ընտրել եք, որ հակակշռեն փոխզսպեն այս իշխանությանը, եթե չեն կարող իշխանություն գան, գոնե հակակշիռ լինեն։ Մենք բան ենք ձմեռպապ ենք ընտրել ախպեր։ Ձմեռպապ իմա, ձմեռպապ եք դուք։ Ես էլ օպոզիցիայի մասին, բախի չեք քննադատում, որ 7 միլիոն դրամ նախարարին փող են տալի։ Մաքուր, հարկերը հանած։ Էդ ինչ է կարել։ Կոնկրետ արտադատության համակարգում ինչ է լավ բան եղել։ Մարդիկ դատարանների դռներին արտադատություն են փնտրում, չկա։ Դատերը ձգձգվում են անդադար, ուշացած արտադատություն, այսպես կոչված։ Բանտերում մարդիկ մահանում են։ Տարվա ընթացքում 25 թվականին քանի մարդ է մահացել բանտերում։ 10-ից ավել։ 7 միլիոն դրամ որ ինչ եք ստանում, էլի մի հատ կարակ բացատրեք, ինչ եք արել։ Վարչապետ, փոխնախարարներ, փոխվարչապետ, ինչ եք արել ժողովրդի համար, որ այդքան փող ստանում եք։ Ոչ մի ոլորտ, ոչ մի բնակավար չի աշխատում։ Այս ժողովրդին ոչ մի որակյալ ծառայություն պետությունը չի մատուցում։ Հիմա գամ հարկահավաքության մասով։ Այսինքն նայեք, երկու ձև կա արդարության։ Արդար բոլորի հարկերը հավաքել, արդար բաշխել։ Փաշինյանի կառավարությունը հարկերը արդար չի հավաքում, բացատրեմ ինչպես։ Նախորդիվ ես ցույց էի տվել, խոսել էի, որ Ազատություն ռադիոկայանի ռեպորտաժ կա, մանրամասն փաստերով, թե կառավարությունը ինչքան իրանց շրջապատի մարդկանց տվել է արտոնություն։ Այսինքն բիզնես ես անում։ Քեզ 100 միլիոն դրամ արտոնություն են տալի։ Դու էլ ես անում, այլ քեզ 500 միլիոն, 1 միլիարդ դրամ, չգիտեմ, տվել է ինչ որ։ Եվ դրանք բոլորը բացահայտված են, որ իրանց կողու կշտի շրջապատի մարդիկ են։ Այսինքն հարկ հավաքելուց դուք հարամություն եք անում։ Հարամ ձևի եք հարկերը հավաքում, անարդար։ Կեսից հավաքում եք, կեսից չէ։ Լավ են կեսի հավաքած հարկերի հաշվինել, հետո անարդար ձևից ձեզ փող եք տալի, մնացած ինչ է։ Բայց հազարավոր ուսուցիչները, պետական բյուջետային աշխատողները, բա նրանք 7 միլիոն դրամ որ դուք ձեզ տվել եք, դուք ասենք, ինչ երեսու։ Դե Արսեն Թորոսյանից հասկանում, հարցում են Արսեն Թորոսյանին, ասում են, ինչքան է ստացա, ասում է, դե դա անձնական տվյալ է, ախր հասկանում եք, դա, այսինքն ժողովրդից փող է ստանում անձնական տվյալը ո՞րն է։ Սրբույի Գալյանը Հայաստանում 26 թվականի որպես անկեղծ նախարար բանը տիտղոսը Օսկար է ստանում ինքը, որովհետև Սրբույի Գալյանը անկեղծ ասավ 7 միլիոն դրամի կարգի փող անստե ասավ, մաքուր, հարկերը հանած։ Չկա sense բան, չկա ժողովուրդ sense բան։ Դուք ջոգում եք ոնց են հեծնե մեզ բոլորից ու մեզ քշում են սրանք։ Մեզ քշում են ու իրանք սովորական թալանչիներ են։ Նրանք մի ձևի էին մեզ թալանում, զայր մի քիչ ուրիշ ձևի են թալանում։ Բան չի փոխվել, թղթաբանությունն է աշխատացել։ Հայտնի անեկդոտի նման։ Հիմա կամ օպոզիցիային։ Ուրեմն ես առաջարկել եմ, որ օպոզիցիան համախմբվի եւ այս իշխանությանը փոխի։ Եթե բոլոր օպոզիցիոն ուժերը անկեղծ են դրա մեջ, նրանք կհամախմբեն։ Եթե անկեղծ չեն, ինչ-որ ձայներ եմ լսում։ Դժվար է, լավ գաղափար է, բայց դժվար է։ Մտածում եք Նիկոլ Փաշինյանի իշխանությանը փոխելը հեշտ է լինելու։ Այո, դժվար է։ Բայց լավ բանը դժվար է լինում, դժվար է։ Դժվար է բոլորով համախմբել եւ հաղթել, որովհետեւ համախմբելն է դժվարն ու հաղթելը հեշտ է։ Եվ հենց համախմբելը դժվար է։ Սպասում եմ քաղաքական ուժերի արձագանքներին այս թեմայով։ Սպասում եմ։ Ես եւ դեռ հույս ունեմ, որ մենք կարողանալու ենք այդ մեկ բևեր, մեկ ցուցակով ձևավորած ուժով գնալ առաջ, որտեղ այդ ուժը հենց ձևավորեց իշխանությունը այդտեղ ավարտված է, վերջացած է։ Այդ գաղափարը ես իշ դրեմ շրջանության մեջ, ես թիրախավորված իշխանության կողմից հարձակման տակ եմ։ Ինչի որտեղ այդ գաղափարից սարսափում են իշխանական բլոգերները, այնպես ստահակներ կան, որ այնտեղ
AI-ով, արհեստական բանականությունով ինտերեսակում, բոլորով հարցակվել են ին վրա ինչի, որովհետև գաղափար են բերի առաջ, որով իրանք ջախջախվելու են։ Մնացած բոլոր գաղափարներով իրանք վերընտրվում են, հասկանում եք ինչ եմ ասում։ Հենց որ սիրելի ընդդիմադիր գործիչներ, եկեք նստենք խոսենք։ Թալանչիներին պետք է հեռացնել։ Թալանչիներին։ Իսկ թալանչի լինելու պատասխանը, ձևակերպումը, անգլերեն ասած definition-ը, ռուսերեն ասած աչոտը, պատասխանը ձևակերպված է։ Ով է թալանչին։ Այսինքն մարդիկ թալանչիներ են։ Հստակ է։ Ոնց են ընտանիքի հրճակված բյուջեն իրանք հիմա վատնում։ Թե բա 11000 դրամը թոշակառուն ինչ անելու։ Սիրելի թոշակառուներ եւ սիրելի հայրենակիցներ, տարածեք այս նյութը, բազմապատկեք այս էֆեկտը եւ դիմեք ընդդիմադիր ուժերին, որ դուք պահանջում եք, որ լինի միասնական ընդդիմադիր բևեռ։ Կոմենտներում գրեք ձեր կարծիքը նաեւ սրա մասին։ Լավ մնացեք, այսօր այսքանն էր։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։